Նորնեք ու սիրուն ջանի, դու սիրուն, գուարա ջուկիկը սիրուն, մեն պատկերի տես է կանաշ տերևա սիրուն, նա նոսիկըտ վեր բաչեմ նոյսոտ սիրուն նոսիկըտ, առած լվացվեն, օխ, բավոր լվացվես ինչքան դի համովանա, լագնա լվացվի ջանի կուրտա, ամենա լավս, ամենա սիրունս, ինչ ես նավեմ, Տեգիսկիս, վայ իրանգակ, վայ ընթանք, վայ մոմենիտ լավիտ։ Աջու ջան եսոր ծուրտ։ Տաննա մնացել է կարում։ Տատի կեզ դիտա ծավը տան, չեն մեծացի լավ սովորի, որի ձրի խանութը դու արդեն արեն դտաս, գնասը տեղ ձուկ ծախես, ասեն, յա, պաստեղ են լավ ծոցյանուն, դու էլ ասես են իմ տատներ։ Ամենալավս, էլով այմ ամենալավը։ Տատոս։ Չէ, էլով այմ ամենալավը։ Նարեկ։ Սա նարեկ աղպերս։ Նարեկ աղպերս։ Սավերն եմ նարեկ աղպերի դեպքեզ իլարա։ Պետ խիկա։ Էպեց կոֆեն բայց։ Բայց ուրալիքսը դարեգը ծածիկո։ Ծածիկո։ Ծածիկո ջոնի։ Ինչ վաստետ որ գստում է Սիրում պատկերի, գիտես, սիրում ականջներիդ, որ սաղ նկարած են, նկարած։ Դերնա լվացի, որ սիրում տողադարնա սավերի, տատասուրա կեզ առավոջան, որ վեր ընկենում, լվացվում են, որ սիրում տողադարնա։ Ասում են, որ լվացվի են, արատի են։ Անգս ուրեմ առավոտյան սուրճից հետո մի անգամից դուրս եկա, որովհետև լիքը գործերում եմ, էլի դրսերի հետ կապված, եղանակն էլ ենքան մառախլապատ ու ցուրտ ա, որ շուբիտս եմ հագել, որովհետև ցուրտ ա, մի այլ տարքի։ Այսպես գնանք։ Այսպես մառախլապատ եղանակա ցուրտ։ Ոնց որ զմերը հետ գա, սարերը վաբշե չի երևում։ Ոչ մի սար, ոչ մի սարի գագաթ չի երևում։ Դնացինք այսպես եկեք սենց անցնեմ քանի որ ճիշտը սենց է գնանք Եդիներ ճան խարնա ես դեր ստեղից ընդեղ գնում ենք վերցրել եմ գնամ տուն որ անցնեմ հաջորդ քայլերին այսքան բան եք համով խաշուտենք Եվ ծղտուրը ստեղ մնար էլի ճզմեմ Չէ կարամ էլի ճզմեմ Չէ
Չէ։ Կանի։ Դե դու փոքր մզացիր։ Հա։ Հա հետո կհավա։ Այսպես խփելու ենք մաս-մաս։ Նավացը առանց ձեզ։ Կտրում են էլի։ Այ որ դուս գաս կիմանաս էլի ինչա կատարվում։ Բերա սամակատը շուտ արա։ Բա սենյակում հեռախոսն է կարևոր։ Սենյակում հեռախոսն է կարևոր մարդու համար։ Չէ, մեծը բեր, մեծը։ Չես ընգնի ուշադիր կքշես, բեր մեծը, շուտ արա։ Պրծի Ալեքս ջան։ Այն կողքիցը երկաթը դզի լավոտովդ կամ ձեռովդ։ Զգույշ։ Ահա։ Դե հիմի քշի տղաց։ Հա, խրտիկը։ Ոտը տիր ու գնա։ Ահա։ Մի քիչ հետ դիր ու սիրուն գնա։ Չէ, ես չի լինում։ Ստեղ տեղը թեքա չի լինի։ Տեղը թեկա, չէ՞ բա։ Հա, դե գնա։ Դիր, դիր։ Ու գնա։ Դու սարի մայթը։ Սա մեր կակաչները։ Տնա մեր դրածս կպել է։ Թյունից հետո թե չէ, ինչա կատարվում։ Ոնց որ թե կպել է։ Սա տեսնենք։ Վարդերս են ջարդվել, ինչի համար չգիտեմ։ Գնա դե։ Եղանակը բացվեց, տենում եք ինձ սիրուն։ Սարը բաց, Ալեքս քշելով գնա։ Կլինի։ Սարերը սիրուն բացվեցին, իսկ առավոտն ենքան ծուրտ էր, շուբիկս էի հագել։ Պտտվի հետ արի։ Վաղուցա, սենց բաներով չի զբաղվի Ալեքսը։ Վաղուցից վաղուց։ Դիր ոտքդ։ Դիր գնա։ Գնա դե։
Կլինի։ Մի վախեցի, ուղիղ բռնի ու որ ուղիղ բռնես, ուղիղ էլ կգնաս։ Դիր ոտքդ։ Տեսար, դե դիր էլի։ Դիր։ Մյուսով դիր։ Կլինի Ալեքս ջան, քշի։ Դիր։ Ահա, ապրես։ Շատ ապրես։ Ահա։ Տեսար որ եղավ։ Դիր։ Գնա։ Թողանք զբաղվի, ես էլ ստեղ նստեմ։ Ուրեմն դեմքով վերջապես ձեզ բարելույս ասեմ ու ժամը 4-ն է, վերջապես ամեն ինչից ասմա սենց պահա գալիս ձեր մոտելա, տենց ելնեմ ժողովուրդ, որ ուզում եք ամեն ինչից սենց մի պահ փախնեք ու սենց պահկվեք միտեղ ու հանգստություն զգաք, այս պահին իմ մոտ էտա, որովհետև այս թասերս ենքան շատ են սիրում, այդ ասելու չի շատ հարմար են, որ կտամ իրոք լիարժեք եմ ասում, օգտագործեք, լավն է։ Մի խոսքով ինչ էի ասում ու հասա, ուզում եմ փախչեմ ամեն ինչից ու մի քանի րոպե հանգստություն առնեմ, այդ չասեմ Նիկան իրա հերթին էր գործերի մեջ, ես իմ հերթին, առավոտից էլ տարբեր պատկան մարմինների դռները թակել եմ, այսպես ասած, հետո եկել տանը 3 ձևի վարպետներ են աշխատում, սենց թվում է, թե ես ինչ ես չէ անեմ, որ նայում եմ արասներս մի բան չի, բայց ախր այդ 3 ձևի վարպետը փաստը մնում է, փաստը աշխատում են, պլյուս դրան հələ Նիկան էլ է ձեռքցեմ, ուզում է որ մինչև իրա գնալը, ինչը որ ձեռնարկել ենք հիմքին, ինքը ծանոթանա ու նոր գնա, դրան զուգահեռ այս օրերին ոնց ասեմ, լավ հավեսով տնական զրույցներ ենք ունեցել ու կամա թե ակամա պախտա չէ, որ տղամարդը ասմա չէ, ես ես ինչ բանը ինձ պետք չի, ես համաձայն չեմ, ես սենց, ես նենց, ու հասկացող կինն էլ լռում է, մեր դեպքում ես, հա, մի քիչ գլուխ չգովամ, բայց ես հասկանում եմ, որ եթե ինքն ասմա չէ, այդ չեն բեկման ենթակա չի, տայներ շարունակ, սուսուփուս, լուռումունջ, չեն ասմա, ես էլ լսում եմ, երկու անգամ փորձում եմ, որ խոսքս առաջ տանեմ, եթե չի ստացվում, ռուսները մի լավ խոսք ունեն, չէ, ասում են նույրք չորտու, ասում ես նույրք չորտու, այսքան տարի սենց հարմարվել եմ, էլի կհարմարվեմ, չեմ ուզում նրվերս ու առողջությունս փչանա։ Հիմի այսքանի օրա ինքը դե գիտեք, իրա ձեռը լավն է, սիրում է էփի, եփելուն մասնակցի, այս խաշոր հիմա տատիկանք էին երեք մեզ ուղարկել, առավոտ բարլուսա խառը կերավ, շատ հավանեցինք, շատ լավ զգացինք,
Չուզեցի նկարահանում անեմ, որովհետև պահը կա, ուզում ես, չես հենց տնավարի հավվեսով, հաճույքով նստես, այ ես ասում ես խիա գլուխս ցավում, ոչ մի տեղից չեմ խմել ու շատ սխալ եմ արել։ Ասելիքս ինչումն ա կայանում, որ երեխեք ջան վայելեցինք մեր խաչը, որից հետո ինչ շատ եք հարցնում, խի ես կես կոճակ խմում, կեսն ինչ անելով, կեսը լավ է իրա գործը անում, ուղղակի եմ, որ առավոտը պետք է խմել, ժամը 4-ն նոր եմ խմել։ Ստեղ են ասում, լավ ուշ քան երբեք, ուրեմն վեր եմ կացել, մազերս դերեկ ներկել էի, այս գարնիերը ես չհավանեցի, ուղղակի չգիտեմ, խիել 2 հատ առել էի, էտա երկրորդը վերացավ, էլ չկա, տեղն ենքան խոշորա, կոկորդիս մեջ զգում եմ իրան։ Մազերս առանց հավաքելու, հարդարելու, հավաքեցի, գնացի, որովհետև ժամ էինք պայմանավորվել, դե որ ժամ էինք պայմանավորվել, էլ ինչ անեի, վերկացա սուսպուս, 9:15 էր արդեն, ես փողոցում էի, մամային զանգեցի, ասի արի շուտ կոֆե խմենք, ես գործ ունեմ անելու, դուս եմ գալու, մի խոսքով, դրանից հետո եկել ենք, ընտանեկան շատ գործեր ենք արել, ու էսա համարյա մի ամիսանի կանստեղ անընդհատ գնում գալիս, այս արանքում գլուխը կամ ստեղ ակուպցնեմ, կամ ընդեղ, ինչ ես ուզում շորը, ու տար, դուրը փագի Ալեքս, Սենքչիլնի, վայ թութակները գռեցին, հետաքրքիր էր։ Հա, էսա կդնեմ նիկայելի, թող նիկու ջվել ինձ մարար, հա, էսա, սպասի, թող այդ նիկու ջվել, դե չէ, Մինչև կոֆեն էտ մայս ուրիշ բաներ էսում անեմ, բայց որ ասում ես վեր կվասեմ։ Դնում եմ, հենց ես կահին դնում եմ։ Ահա, ասել մեր մարդու կնգամ ուննա թե հա ես պահին, ախր ուզում ես էլի դուք մարդ ու հավեսով ես ինչ պահին խոսաս ասես, բայց ամենաճիշտը ինքն էր քաբաբի ֆարշը արել, պետք է դնենք սառնարան, ես մոռացել էի, գլուխս չէր աշխատում, որովհետև խառն եմ, խառը եկավ կոֆես, էտա ընկերներիս ասեմ ու հարազատներիս ու բարեկամներիս ես թութակների ձեններով ես ասեմ, Ալեքսանդրը բաց սենյակ մտնեմ էլի, սամակատը տուն բերիր, դուրը բաց, գլուխը անընդհատ քանի գնում գալի խփում անտեղ, մի խոսքով, մինչև էտ էլ ես ասում էի նիկա, 15 տարի ավել հոգնել եմ էլի, արի մի պուճուր փոխենք, արի մի քիչ էս անենք, արի մի քիչ են անենք, Են էլ, չէ որ չէ, ենա կա, ինչ կա հերիքա, դուրը փագի Ալեքսը ստեղի, Ալեքս, դուրը փագի, բա ինչ ես որ երեխա չես, սրան տեսեք, պապա ես երեխա չեմ, Ինչը? Ինչն էր կես թափել?
Սամակատի ինչն ես թափը։ Ուզում եմ վերցնել elə փափեր պատահական ուշ է։ Գնաս տեղից։ Ինչի։ Հագի դուրը գնաս տեղից։ Շուտ արա։ Ուր գնամ։ Այս սենց բաներ, որ արդեն նրվեր ես չի հերիք, հա։ Սաղտունը խառնել ենք իրար։ Այ, հետ էլ հերիք չեր, ընդեղ ներկունայինք Ալեքսը թափել է փաստորեն, ով է, չեմ գնալու, որ չտենամ նրվա հանչել եմ, հերիք ու բոլա։ Մեր հորն ասմա պապակներ ես պատահական ստացվեց։ Ափսոսել էր։ Մի խոսքով։ Ասում եմ հոգնել եմ, արի փոխենք, ես ենց ու չէ որ չէ, վերջը մի կերպ համոզել եմ, այդ օթատարը հանում ենք, որովհետև ես իրան չեմ էլ օգտագործում, օթատարներն ավելի շատ, ոնց ասեմ, պետական շենք կվարտիրաների համար է, ստեղ իմ տունը սեփական է, երբ ուզում եմ դուռը բացում եմ, երբ ուզում եմ փակում եմ, ինքը ավելորդ փոշու, կեղտի, յուղի, բունա, սենց ասեմ, ուզում եմ, որ հանեմ, մեկ էլ լվացանս տեղափոխեմ իր առաջվա դիրքին, առավոտից էդ եմ համոզում, հլատենամ ստացվելու է, թե չէ, որովհետև այդ անկյունը մտնել ու լվացանում աման լվանալ, ճիշտ չի լինում, էլի ուղիղ դիրքի չի լինում, ոնց որ թե ստացվել է, մի տեսնենք, մի ծանոթ մարդ կար, կանչեցինք ու փաստորեն ստացվել է, պիտի որ ստացվի, այդքան բան, հիմա սիրելի ժողովուրդ, այսօր էլ արդեն ամսի 26-ը, եղանակ առավոտից հեչ լավը չէր, որովհետև տված էր այսօր էլիցյուն, մառախուղ, անձրև, բայց լավ որ չկա այդքանը, առավոտը ես որ գնում էի, արդեն ասում էի Աստված ջան, հաստատ եկավ էդյունը նորից, ու մեր գործը վաբշե հետ ընկավ, ճիշտ է հետ չինգնում դեմը ամառա գալիս, բայց տան տերը, որ տանը չի լինում, վատը է դառնում էլի, իսկ ես ուզում էի գոնե ես մեկի վաղտ, ես մի գործի շինարարական աշխատանքի ժամանակ, ոչ թե հեռախոսով մի կան հետևար, այլև նորմալ տեսանելի աչկերով նայեր, ես են ասեր, են ասեր, մի խոսքով, այդքան բան, ու ես անգամ հետա ոնց որ թե ստացվում է, ճիշտ է էլի կիսատ կմնա, որովհետև աշխատանքը ժամանակ տարա, օրերն էլ գլորվում են նենց, որ չես հասկանում ոնց ամիսը վերջ դարավ ու նեղությունս մի քիչ գալիս է, բայց թե կյանքի օրենքն է, սովորել եմ, ես արդեն գիտեմ, որ դեպքըմ ինչ անեմ, ոնց անեմ, բայց որ տան տղամարդ տանն առնեմ, շատ գործեր եմ լավ առնում, ինչքան ժամանակ էր համոզում էի, որ հանենք էլի այդ օթատարը, թեպետ և ժամանակին կարգին կլորիկ գումար եմ տվել, առնելուց ամենալավն եմ առել, այնպես չի, որ ինքը չի աշխատում, ես չի անում, են չի անում, ուղղակի ես իրան չեմ օգտագործում, որովհետև դրա հարկը չկա, մանավանդ ամառը, ինչի չէ նաև ձմեռը, պետք է դեպքն բացում ես տունդ մի հատ ընդհանուր լավ հավեսով օդափոխում ու վերջ, էլ ավելորդ անգամ չես միացնում այդ վնգոց, զնգոց, ավել անգամ նրվերդ չի տանում,
Դրա համար հասկացա, որ իհարկե իմ մտածելակերպով միգուցե մի ուրիշը տեն չասի, հասկացա, որ ճիշտը հանելն է, ամեն անցուդ հարցին զգուշ, որ հանկարծ գլուխդ չկպչի, աչքդ չկպտնի, մի խոսքով չվնասվես, ճիշտը հանելն է, մի այսօր առավոտից էդ էինք խոսում, ոնց հասկացա, հանելու ենք ու դրա համար շոտ ուրախ։ Ինձ որ մնար կուզենայի վերևը մեջ շկաֆներ ըլներ, կահույքս փոխեի ու կլներ խոհանոց, ինչքան ուզում ա երկրորդ հարգմել ես ունենամ խոհանոց, միևնույնն է առաջի հարգմել ա պետք, երկրորդը էլ ա պետք, որովհետև եթե ունես երկհարկանի տուն, պետքա կահավորես նենց, որ հարգմել ըլնես, հարմարավետ ձևով օգտվես։ Իսկ իմ երազանքների մասին շատ եմ ասել ձեզ, գիտեք, ես երազում եմ ունենամ այն ձևի խոհանոց, որ կահույքից ենկում ոչ մի ուրիշ բան չերևա։ Տեսնենք, Աստված մեծ ա, միգուցե իրոք ստացվի։ Այդքան բան։ Կամաց երազանքները իրականանում են, որովհետև որ լավ հավատում ես, ամեն երազանքն էլ իրականություն ա դառնում։ Սիրելիներ ջան։ Հիմա սուրճս խմեմ։ Ուզում եմ այսօր մի փոքր էլ երկրորդ հարգում մաքրություն անեմ, ինչքան ուզում ա թափրտած ամ, լրիվ խառնած ա իրար, բայց մի քիչ մաքրելը պետք ա, որովհետև կեղտոտածը չես թողա էլի, որ ավելի կեղտոտվի, պետք ա մաքրել։ Ինչքան ժամանակ էր, Ալեքսը սամակատին մատով անգամ չէր կպել, իր պապան էլ ներկվերցրել էր դրա վրա դրել։ Այ որ ես դնում եմ ու իմ դրած տեղին հավան չեն, այդ են ցալնում։ Այսօր դուս եկանք այսքան գործերի մեջ էլի մի կես ժամ ու ավել, որովհետև գիտեի, որ Ալեքսը գլուխ ա պահելու, չի քշելու։ Ինքը մեծ են փոքրին լավ տեսել եք ինչ հավեսով քշում ա, բայց դա էլ իր համար շատ փոքր ա։ Մեծից էլ ինքը վախենում ա, ասում ա բա որ ընկնեմ, ասում եմ բայց դու փորձի հետո ընկնելով պետք ա սովորես, չէ, ասում ա բա ոտս խիցավ ա, որ մի մարդը մի անգամից չի էլ ուզում որ ընկնի։ Այդքան բան։ Հիմա մի տեսակ այսօր շատ խառնուրներ, շատ։ Դրան զուգահեռ էլ քիչ էր մնում, որ իբր թե Երևան է գնայինք, լավ էր էտա, լավ բրծանք, ամեն ինչ հեշտ ստացվեց ու ամեն ինչի լուծումը կա էլի, ուղղակի մարդը պետք ա մի քիչ ամեն ինչին adekvat մոտենա ու հեռատես լինի, չվռազի։ Են սենյակի գույնի ներքնա թափե, Նիկա։ Հա, բայց ես ստի չէի դրե, խի էիք դրա վրա դրե։ Հա։ Ափսոս, բայց եղածն արդեն եղել ա։ Հիմա դուրս կամ, բարձրանամ վերև, սկսեմ վերևում մի քիչ մոխրոտիկի գործեր անել ու հարցնեմ իմ պարոնին, ուզում էի ասեմ մեծ ամուսնուս, մեծ պարոնից, հասկանամ իրիկունը ինչ եմ սարքելու, 3 հնդկահավը
Եղեք մի ուրիշ զգացողություն է, երբ որ պատրաստում ես տոների համար, ուրիշ զգացողություն է, երբ որ պատրաստում ես ընտանիքիդ համար, այնքան հետաքրքիր էր իմ համար, այնքան սենց սրտի թրթյուրով պատրաստեցի, այնքան սերներ դրի մեջը, այնքան էի սպասում, որ ինչ է էլի ասելու Նիկան, ինքը չգիտեր։ Ես ինձ ձևի մատուցում եմ անելու, ոնց եմ անելու, ես ուզեցա, որ մեր սեղանը ինքը տոնական տեսք ունենա, ինքն իր համար գարեջուր էր առել, ես տեսակ։ Գինի դրեցի, զանգեցինք մամայիս, մաման թարսի պես ուշ եկա վերեք, գործեր ուներ, մի խոսքով չեմ մանրամասնում, բայց հետո փառք Աստծո, նստել ենք, վայելել ենք, համտեսել ենք, ոնց կլինի, ուրիշ ձևի չի էլ կարա առնի, ու իրանք հերու տղա ստեղ պարկած էին, ստեղ մեր տանը այս վիճակն է, այս բազմոցս ընդհանրապես չի փակվում, որովհետև առաջ օրը, որ ուզեցա փակեմ, Նիկան ասում է մի փակի, ասում եմ չի դե դժվար չէ էլի թող կոկի կլինի, հավա կլինի, ասում ես կարող այս պահին ուզում եմ, որ ստեղ պարկեմ, թող փակած չլինի, ասի դավայ մարդ, որ ասում է տան տերը ես եմ, որտեղ կուզեմ ընդեղ կպարկեմ, մի այդ տարբերակն է, չէ, ասի լավ, ուզածը տետա, թող այդ լինի, ճիշտ է իմ աչքին մի քիչ անցով, որա սիրում է, որ այս հատվածը կոկիկ սիրում, բարձր է շարված, Էս էլ ասում է տեղը մի դիր, որ ես հենց ուզենամ պարկեմ, պատրաստ լինիմ, ասում եմ լավ, ոնց ասես, ու իրանք հերու տղա պարկած էին, ես իմ համար ընդեղ սիրուն սարքում էի, ես կոմ եկել ասում եմ դե արի հաց ուտենք, ու նայմա, ասավ հա գալիս եմ, ասում եմ դե արի, դե դուրը փակ էր, այսենց փակ, ոնց մի, իրանք հետ հերու տղա, ես բազմոցին էին պարկած, ու ստեղ որ նստես, դե ընդեղ պար զերևը մաստեից, չէ, երբ որ դուրը բացեց, վայ ասում է, ոնց որ նոր տարվա սեղան, ասում եմ բայ մուք նոր տարին էլ հմիա, որովհետև նոր ես տուն եկել, ու այն ինչը, որ ես պատրաստել եմ նոր տարուն, ես միշտ իրա բաժինը առանձնացրած ունեցել եմ, իմ կեսրարը դրա համար էր ինձ շատ սիրում, որովհետև բա իհարկե, տան մարդու բաժինը պետք է միշտ առանձին պատվով իրա տեղը ունենա, կապ չունի ինքը տանն է, տանը չի, ոնց է ինչա, ու հիմա էլ, ասենք, զգում եմ, որ Ալեքսս զարմանում է, որովհետև երբ որ ես մաման Ալեքսը նստում ենք հացի, առաջինը ես պարզա տալիս եմ Ալեքսիս մորուս ասել եմ կներես, բայց առաջինը Ալեքսինս է, մաման ասում է դե բա տենց էլ պետք է առնի, հմի որ նստում ենք հացի, Ալեքսին ասում եմ տարտուր պապային մի հատ սենց նայում, հետո նոր, ու իրան էլ եմ բացատրում, ասում եմ Ալեքս, ճիշտ է առաջինը պապան է, հետո նոր դու, ու փառք Աստծո տենց էլ գնում է, այնպես որ այս սխտորի հոտից ես են ճշմած, չգիտես թե ինչ վիճակում, ու այդքանի հետ էլ որ այսքան բանը արեցի, լավ որ շատ լավ է, փառք Աստծո չեմ տրտենջում, ուղղակի որ նկարում ես, պահի տակ էլ ասում ես, ում համար տրտունջ ա թվում, ում համար էլ սովորական զրույց, բայց ես հո գիտեմ, որ սովորական ձևով ձեր հետ զրուցում եմ, ասում եմ, իմ ուրախությունը ձեր հետ կիսում եմ, իմ նեղությունն է ձեր հետ կիսեցի, ափսոսել էր այդ ներկս թափվեց փաստորեն, ուղիղ մի տարի պահել եմ, այն վերևի բաղնիքի դեմի սենյակի ներկներ, ավել էր, լավ ահագին էլ կար, Ալիքն ասել էր տակ տեղ պահի, պետք կգա էլի ափսոսա, ասում է օրերը տաքանա, բալկոնը կներկենք, այդ թե ոնց ներկեցինք,
այդքանից նեղվեցի, բայց թե ոչինչ, ասում էի բալկոնը կներկենք, այն ներսի կողմից, ու որ նստում էի կոֆե մոֆե ենք խմում, պատուհանի մոտի պատը, ասում էի կներկեմ, ինչա ես ինքս էլ կներկեի, տարածքը սիրուն կլներ, այն այդ հապվեց, ու ջղայնացա, ջղայնությունից էլ կարմրեց, որովհետև ափսոս էր, այդքան բան, տենց են էլի անում, որ մեկը երկուսա դառնում, ու մարդկանց աչքին էլ թվում է, ասում են, վայ, իրանք ես ինչքան շատ ունեն, չէ, խնայել է պետք, մտածված օգտագործել է պետք, եղածդ պայել պահել է պետք, ոչ թե շփեր ձևով օգտագործել, ես չեմ սիրում տենց բաներ, այդքան մի բան, հիմա մի քիչ ձեր հետ ասեցի, խոսեցի, նեղությունս կիսեցի, դրան զուգահեռ էլ մազերս արդեն դուրս գալիս է, բայց այս թափած վիճակից նեղվում է, ու այս տակի այս մասերն էլ այսքանը կուզեմ, որ կտրվի, ինչա 11 շերտեր կտրի, ես չեմ ուզում, շատ ներողություն, բայց մազը իմն է, որոշողը ես եմ, ես չեմ ուզում, ժամանակին կտրել եմ, ու զգացել եմ, որ չէ, դա իմը չի, ճիշտ է ավելի լավ ալնեմ, ավելի սիրուն, բայց շերտավոր մազ էլ չեմ ուզում, այս պայն ուզում եմ ուղիղ մազեր ունենամ, ու տենց եմ ուզում անեմ, հլավոր տենց թեք չոլկա կտրել եմ, էլի խորհուրդ եք տալիս, այդ թեք չոլկեն էլ չեմ ուզում, թեք չոլկա կոչվածը, սեկել, երկարել, այսքան է դառել, բայց ափսոս չի, որ կտրեմ, գիտեմ, սազում եմ, իմ հին վիդեոներում կտենաք, շատ ընտիր, շատ սիրուն սազում եմ, այն հին 90-ականների են կլոր չոլկեն էլ այն շատ սազում, բայց ես ուզում եմ, որ բաց ճակատով քայլեմ հլավոր, միգուցե մի օր էլ քնեմ զարթնեմ ու որոշեմ, որ ես պիտի չոլկա ունենամ, բայց այս պահին ուզում եմ իմ ճակատի վրա ոչ մի հատիկ մազ չզգամ, ճակատս այս հենց բաց, սիրուն, իմ համար հանգիստ ձևով քայլեմ, օրս անցկացնեմ, գործս անեմ, մի խոսքով, ինչ որ անեմ, հետո ինձ հարցնում էիք նորից, չգիտեմ ինչի, իմ դեղի անունը Նեբիլիտ, բայց ախր ոնց եք, չի կարելի ինքնաբուժում անելը, որովհետև սխալ է ու ռիսկային, ավելի լավ դիմեք բժշկի ու հետո նոր որոշեք, թող բժիշկը որոշի էլի, ես խնդրելով եմ ասում, հորդորելով եմ ասում, որովհետև ռիսկային է էլի, առողջության հետ չի կարելի խաղալ, այսպես թե այնպես այսօր ոնց են ասում մեր մանուկ առողջություն չունեն, մի հատ էլ լսեք թե Անահիտն ինչ ա խմում, Պետրոսն ինչ ա խմում ու դուք խմեք, իսկականից դա սխալ է, մի արեք տենց բան, խորհուրդ չեմ տա, որպես խորհուրդ եթե կընդունեք, իսկ եթե ոչ չեմ թաքցնում դեղիս անունը Նեբիլիտ պլյուս, ուղղակի չկարելի ինքնաբուժումով զբաղվել, ես ինքս զբաղվել եմ ու գիտեմ, որ դա վնասից են կողմ ոչ մի լավ բանի առաջ չի կանգնացրել, ոչ ինձ, ոչ էլ Աստված մի արասցե ձեզ էլ, դրա համար դիմեք բժշկի ժողովուրդ, ճիշտ է դժվար է, բայց առողջությունից թանկ բան, մեկ էլ առողջությունն է, կյանքում ամեն ինչ, որ կորցնես միգուցե գտնես, բայց առողջությունդ որ կորցվի, հետքն անգամ չես կարա գտնես, այդքան բան, հերուտղա գնացել եմ ներք հավաքելու, ինչ եք անում Ալեքս, հավաքեց պապան ներկը,
Հա։ Բա որ դու թափեցիր, խի չասիր մամա թափել եմ։ Մամա դե փափեր էի։ Ու всё էլի։ Դե չէի փափեր, ասի չփափեր էլի։ Մի խոսքով ես գնամ իմ գործերով դեպի երկրորդ հարկ, դուք էլ ձեր, տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Դա տապվես։ Ալեքսին գործի ենք դրել, ուրեմն ինչ էր անում, ստեղ շամփուրները, Ալեքս բալա, մենք քաբաբ պատրաստենք, ժողովուրդ։ Քան դառը։ Դեռ մի կոնկրակը վառը, այնա։ Մենք կրակը գիտեք ոնց ենք վառում են բլոգերներ կան, չէ, որ ես իմ, չգիտեմ, կրակայրիչ, հա, սենց ասեմ, մենք այդ կրակայրիչը չունենք, հավես միջոց, դուք էլ տենց արեք, այս սենց ենք անում, այսա մի րոպե ասեմ, ոնց ենք անում, այս սենց, անձարոցիկը, այդ հոտում ենք, օպա, ու կրակը այդվում է, այդ ձետ հոտվեց, ան ուրիշ բերեն է, Հեշտ ու հանգիստ վառում է, փետերն է չոր ճկճկան, սիրում փետերը, միսատեղը դնեմ ու գնամ լավաշի, Այս ընթացքում արդեն ես տան գործերով էի ընկել, չհասցրեցի լինելու պահը ցույց տամ, բայց գնանք վերջնակետը տեսնենք, ստեղ սոխ եմ կտրտել ու իրան դե գիտեք մատուցելու ենք սոխով, այստեղ են է ասում պահ, վայ չուտողին, պահ, ստե նայեք հյութեղ, ընտիր, աննկարագրելի համեղ, Դե ինձ սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Դու են տակ սվիտերդ հացին իտա, այս հենց համեղություն ենք վերցրել ու հյուր ենք գնան, հիմա մտնու ձերի գործնան, էլ ինչ ենք մեր հետ տանում, սա ենք տանում ու մեկ էլ գարեջուր։ No.